Հիմա 0.20 քրական գործող ժամը 10:30 նշանակվել է դատականից ըստ մեղադրանքի Գևորգյանի Նարեկոյանի, սակայն իշխող ժամանակահատվածում արդեն 21 քրական գործող նախագահության դատավոր Գուլյանի նշանակված համաձայնեցված կանոնավորականից կենտրոնի ստորագրել ինչ-որ պայմաններով ստացվում այս քրական գործողականից հետաձգելը նշանակել մեկ այլ երթի։ Միևնույն ժամանակ դատարանի աշխատակազմը նաև կողմերի ներկայացրած իրավիճակի մասին այն առումով, որ պարտադիր մասնակցության պաշտպանի դատական նիստում պաշտպանիչներ օպերատիվ գրելու դատական նիստի հետաձգմանը, որպես կողմերի չներկայանալու առումով դատարանը թվայլ կողմերի այցելության պարտադիր չհամարելու։ Հատավիճակով այլ կողմերի թե այլ որևէ հայտարարություն անելու նպատականություն չեք տեսնում, Հայաստանի Հանրապետության քրական դատավարության ներսում արձանագրվում է դատական նիստը հետաձգելու նկարատիվ պայման եւ պատճառ պաշտպանիչը։ Հետևաբար հատկավիճակում դատական նիստը Պատվաժան դատարան մինչև դատական նիստը հետաձգելու վերաբերյալ դատարանի որոշումը ցանկանում դատարանի ներկայացնել Տուժող Լևոն Գրիգորյանի կողմից դատարանին հասցեագրված դիմումը հրապարակել ներկայացնեմ վերջինս նույն դիմումով խնդրում է դատարանին հաշվի առնելով յուրաքանչյուր դատական նիստի ներկա գտնվելու կապակցությամբ իրեն պատճառելի հոգեբանական ցավը խնդրում է իրեն իր բացակայության պայմաններում նիստերը շարունակել եւ դա չդիտարկել որպես դատական նիստերի շարունակելու խոչընդոտ։ Միևնույն ժամանակ նույն դիմումով խնդրել է Լևոն Գրիգորյանը ինձ ևս ներկայացնել որպես իր ներկայացուցիչ փաստաբանների պալատի փաստաբան Մխիթար Տիգրանյան արտոնագիր 2841 դիմումին կից ես ներկայացնում նաև արտոնագրույց պատժը։ Ուղղակի չլինի հիմա Կարեն Աբրամյանի հայրը ներկայացել դատական նիստի մահացած Տուժողի փոխարեն որպես Տուժողա ճանաչվել եղբայրը, բայց հիմա եղբայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմանների դուրս, ուղղակի ներկա պահի դատական նիստի ներկայացել է Տուժող Կարեն Աբրամյանի հայրը։ Հիմա ինքը կներկայանա, կներկայացնի համտասկանացի պասեջները և կնցնեն, որպես իրեն Նորիկ Աբրամյան, Կարեն Աբրամյանի հայրը։ Ինչ եկող վիճշնում, զան ինձի ճանաչեք որպես Տուժող, մեկ էլ հասցեն գրանցեք, որ նամարներ է ինձ։ Նայք, քանի որ արդեն կա Տուժողի փոխարեն ճանաչած կանանց նշեցի, որ Հայաստանի Հանրապետությունն իշխանություն է։ Հետևաբար նշված հանգամանքը նրա կամահայտությունն առնվազն պետք է դիմեք լիազորագիտական դիմում հասցեագրված դատարանի, որ չարագություն չկա, որպեսզի դուք շարունակեք իրավունքի հետագա պաշտպանություն նրա փոխարեն, եւ դատարանը հաջորդ դատական նիստին դա քննարկում հարաբերությունների բոլոր կողմերը։ Natır çıkıyor. Mesela Antalya'nın ayaklarına biraz